Հիմա բանը գնանք թե ինչի է գնացել, ու մի քանի պատճառներ իհարկե կարա լինեն, բայց հայտարարվել էր, գոնե արդեն հայտարարվել է ռուսական կողմից, որ քննարկելու են կոմունիկացիային վերաբերող հարցեր։ Իսկ ավելի կոնկրետ եթե խոսանք, այն Զանգեզուրի Միջանցք, որ այդքան վերց է դրել են, ահա եկե հասել են այդ հարցը քննարկելուն, որովհետև մի քանի հետաքրքիր բան կա, էլի ժողովուրդ, որ ասում եմ, ռուսները սիրուն դասավորեցին, ուղարկեցին ամերիկացիների մոտ լեգիտիմացրեցին այդ հարցը, դրա մասին թույլ տվեք մի քիչ մանրամասն, հուսամ ձանձրալի չի լինի։ Ուրեմն նայեք, նախ արևմտամետ իմ ընկերներ, կամ համաքաղաքացիներ, կամ թշնամիներ, արևմտամեր, Արևմուտքը Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը պիտի հասնեին նրան, որ այն նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշված անխոչնդոտ անցումը չլիներ։ Այսինքն հարգվեր Հայաստանի Հանրապետության իրավունքները իր ամբողջ տարածքի վրա։ Միացյալ Նահանգները եւ Եվրոպան այս տարիների, 5 տարիների ընթացքում 20 թվականի կապիտուլյացիա ստորագրելուց հետո պետք է հասնեին նրան, որ Հայաստանը իրոք որպես տրանզիտային երկիր, իրոք որպես լավ հարևան թեկուզ Թուրքիային եւ Ադրբեջանին իրան ռեալիզացներ։ Այսքան բանը Արևմուտքն ու Միացյալ Նահանգները պիտի որ անեին ժողովուրդ։ Հիշեք ինչ էինք խոսում ընդհանրապես, որ շարունակում եմ ես խոսալ, դուք եք շարունակում լռել։ Ինչ էինք խոսում, ասում էինք որ Ռուսաստանը Պուտինի միջնորդությամբ բան եղավ։ Ստորագրեց այդ 9-րդ կետը Պուտինն էր մեջ մտցրել, թեև այդ 9-րդ կետի մասին խոսացել եղել է վաղուց։ Որ Պուտինն էր այդ 9-րդ կետը դրել, որ անխոչնդոտ անցում պետք է լինի Հայաստանի տարածքով, ու Պուտինը փիստ էր։ Պուտինը քխ էր։ Լավ, մեր սուվերենությունն էր, ճիշտ ենք ասում։ Եվ ով պետք է սրան հակակշիռ լիներ, Եվրամիությունը եւ Ամերիկան։ Ինչ արեցին Եվրամիությունն ու Ամերիկան։ Պուտինի ձեռից վերցրեցին առաջի հայացքից։ Նիկոլի այսպես ակտիվ մասնակցությամբ Պուտինի ձեռից էսի վերցրեցին, տարան նույն բանը, նույն անխոչնդոտ անցման դրույթը դրեցին իրանց փաստաթղթի մեջ, իրանց միջնորդությամբ փաստաթղթի մեջ։ Հիմա եկեք մտածող խելացի հայ ժողովուրդ, հայ ժողովրդի մտածող խելացի հատված, հայ ժողովուրդը դա բազմասեր արդեն ասել ենք, ինչ ժուրի մարդ ասես կա դրա մեջ։ Հələ մի հատ եկեք հասկանանք ժողովուրդ։ Եթե Արևմուտքը, Ամերիկան այս հարցը չլուծեցին, այս անխոչնդոտ անցման դրույթը չվերացրեցին, եկեք ճշտով խոսանք։ Իրանք ինչ են առաջարկում մեզ կամ ինչ են տալիս։ Ինչով են քյոլ մստում ու խափում։ Եվ եկեք մի հատ նայենք այդ Ռուսաստանը շատ փիստ է Արևմուտքից, որ Ռուսաստանը դի գրել է, նրանք էլ պեչատել են։ Ստացվում է, որ եթե դու ներսից կազմակերպված չես, քո իրավունքները ներկայացնող չես, խեղճ ես, խղճուկ ես, դու եթե ներսից կոդրված ես, դու եթե քեզնից բան չես ներկայացնում որպես ժողովուրդ, որպես ազգ, որպես երկիր, այսպես նրանք իրար մեջ մեկը կոդրելու է, մյուսը այդ կոդրվածի վրա պեչատնա դնելու, շարունակի շահագործել։ Էսի ընդհանուր առմամբ այն մասին, թե ես ինչի եմ ասում Եվրոպա մերներ, ոչ թե որովհետև ես ռուսամետ եմ կամ չգիտեմ սիմպաթիա ունեմ Ռուսաստանի նկատմամբ, այլ որովհետև ես տեսնում եմ, որ իմ երկրի շահերի տեսանկյունից, պետականության եւ սուվերենության տեսանկյունից, Ադրբեջանի հետ մեր մրցակցության տեսանկյունից, մեր շահերի ու իրավունքների տեսանկյունից, ոչ նա է մի բան, ոչ նա է մի բան։ Ու ես դա բարձրաձայնում եմ, որ իմ հետ ապրող հարևանը, ընկերը, համակարգացին, էսի տենա, էսի ռաս։ Հիմա երկրորդը։ Այսինքն իմ դիրքորոշումը հետեւյալն է։ 100 տարի էլ անցնի կամ 100 օր անցնի, այդ անխոչնդոտ անցման դրույթը պետք է տեղից դուրս գա։ Բայց ես գիտեմ, որ այդ դրույթը հեշտ չի դուրս անելը։ Դա շատ բարդ ու դժվար գործ է լինելու։ Բայց դրա համար Հայաստանը կարա, իհարկե, եթե այն զբրոդը մի կողմ գնա, Հայաստանի այն կարող ունակ, ստեղծագործ, կրեատիվ հոգրամասնությունը ունակ է կազմակերպելու այնպիսի երկիր, որը կկարողանա թե դրույթը հետ հանի, թե բազմաթիվ ուրիշ հարցեր լուծի մեր ազգային շահի եւ միջազգայինորեն ճանաչված իրավունքների տեսանկյունից։ Երկու բառով էլ զբռոդին ասեմ, քանի միտս անգամ։ Մի հատ մտնեք Անա Հակոբյանի երեկվա ստատուսի տակ, որ գրել է հետախույզ, լեգենդար հետախույզի ուրեմն մասին, մի հատ մտնեք տեսեք ինչեր են գրում ժողովուրդը առանց ճանաչալու այդ մարդը։ Թեև նա Սամվել Կարապետյանի թիմից է, բայց եւ այնպես մտեք տեսեք ինչեր են գրում ու իշքան մարդա լայքում։ Բացի զբռոդ անունը դնել ես չեմ կարող ուրիշ ձև։ Մարդ իր կյանքի գնով գնաց է, այդքան օպերացիա, այդքան հիմա էլ կարա լիքը բանան։ Առնվազն պետք է հարգալից լինել, առնվազն։
Հիմա անցանք բուն այս տեսեք Ռուսաստանը ինչ ունի այդ Մեղրիով անցնող ճանապարհը, որը միջանցք է, գոնե Նիկոլը դա միջանցք է սարքելու հասցնելու, եթե մնա Նիկոլի։ Հիմա տեսեք Ռուսաստանը ինչ ֆիշկեք ուներ ստեղ, ինչ հետաքրքիր խաղա խաղացել ու շարունակում խաղալ։ Երկաթգիծը, որի շուրջ այսօր պետք է քննարկում լինի Պուտինի եւ Նիկոլի միջեւ, երկաթգիծը հայկական է։ Հայաստանինն է, բայց ռուսական կառավարման տակ է։ Ռուսներն են կառավարում մեր երկաթգիծը։ Ուրեմն, եթե այդտեղից պետք է երկաթգիծ անցնի, ավտոմատ ոնց որ թե պետք է դա Ռուսաստանի երկաթգիծը լինի։ Եթե դա լինելու է ուրիշ պետության, օրինակ Միացյալ Նահանգների, Ռուսաստանին պիտի պատասխան տան։ Ռուսաստանին դիմացը մի բան պետք է տան։ Տեսնում եք, թե ինչ հետաքրքիր ռուսական ներկայություն կա, թեև ամերիկյան կառավարությամբ է լեգիտիմացվում այդ միջանցք կոչվածը։ Երկրորդ, այնտեղով որտեղով պետք է անցնի այդ ճանապարհը, այդտեղ կանգնած են FSB զորքեր։ Ես հիմա մանրամասները չեմ հիշում թվերի առումով, բայց այնտեղ մի կիլոմետրից մինչև 5 կիլոմետր տարբեր զոնայնություն կա։ Տարբեր աստիճանի իրավասություն ունեն բաները, այդ կներեք ռուսական սահմանապահները տարբեր աստիճանի իրավասություն ունեն այդ հողի նկատմամբ։ Հողը Հայաստանինն է, բայց ռուսական դրոշն է ծածանվում ու որոշակի իրավունքներ ունեն ռուսական սահմանապահները։ Հետևաբար, որպեսզի այնտեղով միջանցք տանես, ճանապարհ տանես, երկաթգիծ տանես, դու պետք է սահմանապահների հարցը մի ձև լուծես։ Ստեղ էլ ռուսական ներկայությունը տեսանք ոնց է լինում։ Եվ պլյուս այս ամեն ինչին Ռուսաստանն է սրա քավոր եւ Ադրբեջանը որոշակի պարտավորություններ ունի Ռուսաստանին, որովհետեւ սա ըստ էության տվել էր Զանգեզուրի Լաչինի միջանցքի դիմաց։ Հիմա ոչ Լաչինի միջանցք է, ոչ էլ Ղարաբաղ։ Այս պահին Ադրբեջանի տիրապետության տակ է։ Արդյոք Ադրբեջանն ու Ռուսաստանը հենց այնպես լավ դասեն մոռացան։ Հավի հիշողություն ունի, հա Ռուսաստանը չի հիշում, ինչի դիմաց ինչա բանակցե, ինչա բարիշ է։ Հələ մի հատ հետնաբեմը, կուլիսները նայենք ինչա կատարվում էլի։ Ահա այսքան լծակներ ունենալով պլյուս Ռուսաստանի ազդեցության տիրույթը այնուամենայնիվ պոստսովետական տարածությունը այս կամ այն չափով մեզ չհարցնելով Պուտինը եւ Թրամփը երբ որ իրար հետ խոսում բանակցում են, Թրամփը հասկանում է, որ պոստսովետական տարածքը Ռուսաստանի ազդեցության տիրույթը այս կամ այն չափով կրկնում եմ եւ շատ լավ գիտի, որ այդ Մեղրիով անցնող սահմանը դա սովետական միության երբեմնի պետական սահմանն է։ Հետևաբար Թրամփը որոշակի չափով Պուտինի հետ հաշվի է նստելու ըստեղ քայլեր անելու համար։ Թերևս սա էր պատճառը, որ հայ ամերիկյան Ադրբեջանի միշտ բանը մասնակցությամբ թղթերում, փաստաթղթերում հայ-ամերիկյան միշտ գրած է պայմանագրիր կետեր, գրած է, որ սա իրավական ոչ մի հետևանք չի թողնելու, սա ոչ մեկին ոչինչ չի պարտավորեցնում։ Այդ անպատասխանատվության ընդգծումը, որը հայերի եւ Հայաստանի եւ Ամերիկայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերի տակ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված բոլոր փաստաթղթերի տակ հատուկ նշված է, որ այդ փաստաթղթերում գրվածը իրավական պարտավորություն ոչ ոքի կողմից չի առաջացնում եւ այդ պարտավորությունները եւ դա ոչինչ չի նշանակում։ Սա ինձ թվում է այդ Ռուսաստանի համար է գրված, որ Ամերիկան հասկանում էր, որ Ռուսաստանի այսպես ազդեցության տիրույթում պետք չի տենց խաղեր տալ եւ հատուկ ընդգծում է։ Իսկ Նիկոլը դա մեր վրա որպես ինչ էր ծախում կամ եւ Նիկոլի արևմտամերները, որոնց հեսա կանդրադառնամ, միջև վերջ լսեք անդրադառնալու եմ Արամ Սարգսյան բան, հետաքրքիր զարգացումներ կան արևմտամերների բան շարքերում։ Շատ հետաքրքիր։ Ահա այս ամեն ինչի ֆոնին հիբրիդային պատերազմը Ռուսաստանը ուղարկեց այս թեման, թույլ տվեց տանեն ամերիկացիների մոտ լեգիտիմացնեն։ Ամբողջ այդ ընդդիմադիր դաշտը, ովքեր այդ միջանցքին ընդդիմադիր էին։ Ամբողջ դաշտը գրեթե մենակ ես կամ էլի մի երկու հոգի, որ ես չեմ ճանաչում, չեմ լսել։ Այդ ամբողջ դաշտը հիմա ծափ է տալի, որ այդ միջանցքը դիշ լավ բան է, քանի որ ամերիկացիք են էլի արդեն։ Հեսա Ռուսաստանը ֆրցնելու է, բերի իր տակ պարկասնի, նրանց էլ ասի չմոռանաք, որ դուք ծափ եք տալի սրա համար։ Էլի էս մտավ եթեր Մանվել Սարգսյան։ Մանվել ջան, փոխի ալիքը հարազատս։ Ինչ խնդիր ունես։ Ժողովուրդով չի ուզում, թող չնայի։ Ինչ խնդիր։ Հա լավ, բայց կայֆ է տալ, չէ՞, մազոխիստը, միաու անեկդոտը հիշում եք։ Այդանց կայֆ է տալ, համ չի դզում, համ ցավ է պատճառում, համ, չգիտեմ, ներվայնացնում, համ կայֆ է տալ։ Իրանք ներվայնալուց հաճույք են ստանում, մազոխիստ էլի։ Ահա, նայ, քֆուրներ։ Մանվել ջան, այ ախպեր, այդ մի քֆուր, էլի մի բան, կներեք ժողովուրդ շեղվում եմ, բայց քֆուր տալուց առաջ մի հատ հայլու առաջ տգլոր կանգնեք, տեսեք դուք այդքան կաք,
ունակ եք դա անելու թե, իսկ եթե ունակ եք, ապա ուղղակի կարաք դուք դա ավելի մոտիկից, ավելի sense բացահայտ գաք ու փորձեք ռեալիզացնել ձեր սեռական ֆանտազիաները։ Եթե իհարկե կրկնում միջև այդ հայլու առաջ կանգնել եք տգլոր, ու մի հատ տեսեք դուք ունակ եք այդ բանն անել, անատոմիորեն դուք այդքան կաք, երաշխավորում եմ, որ այդքան չկաք չեք էլ լինելու կյանքում։ Ձեր պապաներն ու մամաները այնքան լիարժեք չեն բերել, որ դուք կարողանաք քֆուր տակ ու անեք, կամ տակից դուրս գաք։ Էսի պրոստը, լավ, անցանք։ Հիմա տեսեք ինչ ալնում։ Նիկոլաս անկախություն, 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 անկախության պայքարող մարտիկն ու առաջնորդը ինչ պետք է անի։ Պետք է Ռուսաստանին ասի երկաթ գիծը, այլևս մենք ենք վերցնում Հայաստանը, եւ մենք ենք տիրություն անելու, չէ՞։ Տես չպետք է լինի, դա ստրատեգիական նշանակության բլա բլա բլա, չէ՞։ Նորմալ ղեկավարը անկախության առաջամարտիկը ինչ կանի։ Կվերցնի, կտանի ու իր երկրի վրա, եթե Ռուսաստանին հանում ես այդտեղից, ապա դու արա անգեր։ Դու արա ներդրումներ բեր, հարուստ միլիարդերներ կան, թե Ամերիկայում հայազգի, թե չգիտեմ աշխարհի տարբեր երկրներում, հայազգի միլիարդերներ կան։ Հիմա փոխանակ ես հայազգի միլիարդերներին բերի ներդրումներ անել տա։ Այդ երկաթգիծը ինչ է ասում։ Ասում է Ռուսաստանը թող դուրս գա, Նիկոլն ասե, ուշադիր, զապիսները կա։ Ռուսաստանը թող դուրս գա այդ երկաթգծի բան կառավարման վրայից։ Թող գա Ղազախստանը։ Ասում է թող Ղազախստանը գա, հələ դրան լսեք, անկախության պայքար է տանում մարդը։ Ասում է թող Ռուսաստանը դուրս գա, այդ ստրատեգիական նշանակության օբյեկտը Ռուսաստանից վերցենք, որ տանք Ղազախստանին։ Էս ինչ արևմտամետ, էս ինչ անկախական, էս ինչ հիբրիդային պատերազմ հաղթող ղեկավար ունենք։ Ժողովուրդ պատկերացրեք։ Այսինքն կապիտուլյա, մի հատ էլ կապիտուլյացիա, հիմա էլ տնտեսական դաշտում կապիտուլյացիա, բանը, հիբրիդային պատերազմում կապիտուլյացիա։ Մարդը Ղազախստանն է, Ռուսաստանն էլ ընդից լսել էր, ազատության եթերում ամփոփ կա էս հավաք։ Ռուսաստանն էլ լսել էր, ասել էր արիստ է։ Արի տենամետի Ղազախստանի անուն ես տալի։ Ես չգիտեմ Ղազախստանին կտան թե չէ, բայց ես ուզում եմ ասեմ, որ մի տանձի պոչ, մի ապիկար ժողովրդին քյոլ մստելով, մի այս տեսակ ղեկավարը, հեսա գնալու եք ընտրեք նիկոլականներ։ Այ Ռուսաստանին Ղազախստանով փոխարինող այդ Իսանին կամ ոչ Իսանին գնալու եք ընտրեք։ Տենց էլ անկախության պայքար տանում։ Երկաթգիծը Ռուսաստանից վերցելով բանին Ղազախստանին տալով, իսկ գիտեք ինչի։ Որովհետև Ղազախստանը Թուրքիայի Ադրբեջանի հետ ավելի հեշտ լեզու կգտնի, որովհետև մի ձև պետք է երկաթգիծը տա Թուրքիային ու Ադրբեջանին, որովհետև այդ է կապիտուլյացիայի հիմքում առաջին դեմիլիտարիզացիա, բանակի ոչնչացում, երկրորդ ազգային ինքնության ոչնչացում եւ երրորդ կարևորագույն ռեսուրսների խլում պարտված կողմից եւ հաղթողի կողմից շահագործում։ Այդ է անում։ Հիմա Պուտինը կանչել է։ Էս էլ նրանց հանդիպման իմաստը։ Այ հիմա կսպասենք այսօր կտենանք, թե այս հերթական կապիտուլյացիան, որ կոմի վրա է տանել, մնալու է Պուտինի մոտ, թե թալու է ղազախներին, ընդդեից էլ ադրբեջանցիք բան։ Էսա, ինչի, որպեսզի այդ Միջանցքի երկաթգիծը կարողան մի ձև օգտագործեն։ Մենակ թե ռուսը չլինի, ես էլի Եվրոպա մերներին։ Ռուսը թող չլինի, մերը լինի։ Այ ընկեր, բայց որ մերը չի լինում։ Դուք ելն չեք ձեզ այդքան ճաղում մեջտեղից, թե լավ է որ բանը ռուսինը չի, արևմուտքինն է, հետո էլ բարձում արևմուտքինը չի, ղազախներինն է ու ադրբեջանցիներինն է։ Հիմա նայեք, ստե մի հատ կարևոր դրվագ կա, ախ այնքան կարևոր դրվագ կա։ Արևմտամետների հետ կապված։ Նախ արևմտյան քաղաքական ուժերին եւ այս տարբեր լրատվականներում խոսացողներին ժողովուրդ ջան, դուք քաղաքական գործիչներ չեք, դուք լոբիստներ եք։ Լոբինգ եք անում, լոբիստ հայերը պրոստը տենց լոբինգը չգիտեն առանձնակի ինչա։ Քարոզչություն էլի, բայց լոբիստը դա պրոֆեսիոնալ սրա նրա գով քանող մարդ է։ Դուք Հայաստանի ինքնիշխանության քարոզիչներ չեք։ Դուք արևմուտքի լոբիստներ եք։ Այն նրանք էլ բանը հյուսիսի ռուսների լոբիստն են։ Դուք քաղաքական գործիք չեք։ Հասկանում եք։ Այդ խուրշուդյանական խավը շերտը դուք լոբիստներ եք։ Չնայած Խուրշուդյանը ազնվությունից չի ասում ես քաղաքական գործիչ եմ, այդքանով հալալ է Խուրշուդյանին։ Բայց այն մյուսները որ ասեն մենք քաղաքական գործիչ ենք, ընտրություն ենք, մասնակցություն, կուսակցություն, տեխնատություն, դուք լոբիստ եք, դուք ի՞նչ քաղաքական գործիչ։ Դուք լոբիստ եք։ Ընդամենը հայ անունով, հայ ազգին պատկանելով ծառայում եք այս կամ այն ուժերի շահերը ստեղ քարոզելու։ Էսի սենց։ Հիմա տենանք ես ինչա, ինչ ցավանք է Եվրոպա մերների մեջ։ Շատ կարևոր է։ Ուրեմն տեսեք, հարությունը, հարուտ ազգանունը չեմ հիշում, նախ ջեր բարևներս, իսկականից,
Ներվայնանում եմ քո խոսքը, լսում եմ Հարութ, բայց այն մեր բանավեճի ժամանակ քո ունեցած հարգալից վերաբերմունքը իմ նկատմամբ ես չեմ կարա ուրանամ։ Ախպեր ջան, հալա լինի քո շնորհքը, որ դու էլի ես քո դեմ կխոսամ, բան դու էլ իմ դեմ խոսա, բայց ես չեմ կարա ուրանամ այդ քո շնորհքը, որ դու դրսևորեցիր այն Ռեոփենի հարցազրույցի ժամանակ, երբ որ 3 հոգի արևմտամետ էին կանչե ու արևմտամեր ավելի ճիշտ։ Եվ մի հոգի ես էի, ու ստեղ հարցը 1-3-ի խնդիրը չի, որ դու չկարանաս 3-ը։ Հարցը նա, որ եթե ասենք 5 րոպե ժամանակ քեզ են տալի խոսալու, 15 րոպե նրանց են տալի։ Ու ստացվում է, որ 15 րոպեն 5 րոպեի դեմ 1-3-ի ժամանակային բաշխվածությամբ դու պիտի բանանես, հասցնես դիմադրել ու Հարութը այդտեղ իրան շատ ճիշտ է պահե ու շատ շնորհքով է պահե։ Ես դա չեմ մոռանում։ Հիմա դառնանք Հարութին։ Հարութը Արամ Սարգսյանի հասցեին ասում է, որ նա սկսել է ռուսական ինչ-որ նշաններ տալ Գագիկ Ծառուկյանի թիմակիցների հետ է բանանում, հանրապետական կուսակցության ինչ-որ մասնակցի հետ է սկսել քաղաքական արիշ-վերիշ անել ու Հարութը բանը խզել է կապերը Արամ Սարգսյանի, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանի հետ, խզել է կապերը ու հիմա մեղադրում է, դե լավ, միջադեպ է տեղի ունեցել, կարա շատ քաղաքական գործընկերների միջև sense բան լինի, բայց Արման Բաբաջանյանի բանը, որը իր անվան հետ կապված էլի, առաջին որ ալիքներ, այ մտե ոչ ինտերնետային ալիք ունի, չէ, Արման Բաբաջանյանի սիրուն ալիքա։ Հա այդ ալիքով առաջին AM կարծեմ։ Հա առաջին AM-ով Հարութին կանչում են ու երկար բարակ սրա մասին հարցազրույց։ Իսկ Արման Բաբաջանյանը, եթե չեմ սխալվում, WikiLeaks-ով բացահայտված բանա, արևմտամերա։ Ավելի մանրամասը չասեմ։ Հուսամ որ Արման Բաբաջյանը կասի թե WikiLeaks իր մասին ինչի էր գրել, որ ինքը գործակալ է։ Կարծեմ տես բանա գրել։ Եթե սխալվում եմ, խնդրում եմ թող ասի, որ սխալվում եմ։ Իրան անձնապես գրել եմ մեկնաբանություններում, խնդրեմ ասա, այս ինչ հաշիվ է, ինքը ասලා ինչ հաշիվ է, յանի խաբարել չի։ Մի խոսքով Արման Բաբաջյանը WikiLeaks-ով բացահայտված արևմտամերա։ Հիմա նայ իր ալիքով կանչում են Հարութին, ձայն են տալի, երկար բարակ հարցը քննում են, հարցուփորձ են անում։ Այսինքն Արամ Սարգսյանից այդտեղ Հարութի հարցը չի։ Այսինքն Արամ Բաբաջանյանի կանալը, արևմտամեր կանալը Արամ Սարգսյանի դեմ է դուրս գալի ու սկսում է վարկաբեկել Արամ Սարգսյանին։ Էսի քայլ 1։ Այսինքն սա ոչ միայն Հարութի եւ Արամ Սարգսյանի միջև եղած գործընկերային ինչ որ անախորժություն է, այլ արևմտյան այս լոբիստների թևի ու Արամ Սարգսյանի միջև եղած արդեն գշտություն է։ Ու ի՞նչ է նշանակում։ Նշանակում է արևմտյան լոբիստները իրար մեջ գծե բռնել են, որ Արամ Սարգսյանը էլ իրանց հետ չի խաղում։ Սա իհարկե լուրջ հարված է ու նրանք շարունակում են Նիկոլ Փաշինյանի գովք անել։ Ու կամ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությամբ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի այսպես հենարաններից մեկն էլ Արամ Սարգսյանը պետք է լինի։ Մեկն էլ Արամ Սարգսյանը, դեռ Հայկոյի դեմը կդրեցին, ձեները տվեցին Ավինյանին, ավական Երևանի ավական ընտրություններում։ Ահա այնպես էլ պետք է մի տես բան հիմա անել, բայց փաստորեն Արամ Սարգսյանը կարծես թե ճամբարափոխ է լինում, ուշադիր։ Գոնե արևմտամերների կողմից այտենց ակնարկներ կան, որ Արամ Սարգսյանը ճամբարափոխ է լինում։ Ինչի՞։ Էլի կխոսա Եվրոպա արևմուտք բան, այդ հարցազրույցներում այտենց կխոսա, բայց ներսից իրանք տենում են, որ Արամ Սարգսյանը շտոտը ուրիշ խաղեր է տալի։ Հիմա եկեք վերադառնանք իմ մի քանի օր առաջ եղած լայվում, որտեղ ասում էի ինչ, որ սես մի հատ ծրագիր կարա լինի, ու շատ հավանական եմ համարում այդ ծրագիրը, որ Նիկոլ Փաշինյանը առավոտի ծիրիկ ունի փրթե քննադատելով Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանին, չգիտեմ, Գագիկ Ծառուկյանին, իրականում իրենց ռեկլամն է անում։ Գիշեր-ցերեկ իրենց ռեկլամն է անում, այսինքն քննադատական խոսքով այդ ռեկլամն է անում։ Պլյուս այնպիսի բաներ է իրան թույլ տալի, որ ժողովուրդը զզվի իրանից։ Այսօր էլ այդ 18 տարեկան տղուն բանարին 2 ամսվա կալանք տվեցին։ Ինչի՞ մար վտանգավոր էր, ում համար էր վտանգավոր։ Այս տղու մասին առանձին հələ կխոսամ։ Ժողովուրդ, ուղղակի տեսեք չեմ ուզում 1000 ներողություն, հասկանում եմ 18 տարեկան տղու հարցը շատ կարևոր է, բայց հիմա այն մասշտաբի խնդիրներ են, որ ես չեմ ուզում այդ կողմ, որտեղ նույնիսկ մտածում եմ, որ դա մեզ շեղելու համար է։ Նույնիսկ մտածում եմ այդ զրույցները բացում են, այդ ստից պրովոկացիաներն անում են, որ մենք այս տարածաշրջանային եւ աշխարհ քաղաքական հարցերը դնենք մի կողմ, գնանք զբաղվենք այդ բանը, մանր խնդիրներով, որոնք իհարկե մեծ է ողբերգությունը առանձին ընտանիքի համար, ժողովուրդ ես դա հասկանում եմ, բայց այսօր ասում եմ Պուտինի հետ Նիկոլի հանդիպումը ես չեմ կարա մատների արանքով նայեմ, էլի, ու էդի դնեմ մի կողմ 1000 ներողություն եմ խնդրում, այդ ջահել տղեկից ու իրանց ընտանիքներից 1000 ներողություն եմ խնդրում, բայց այսօր ես չեմ կարա այս ամեն ինչի փոխարեն դա քննարկել, էլի։ Հիմա նայեք, ուրեմն պետք է Նիկոլը իշխանությունը տա բանին, ռուսական թևին, ռուսական թևն է պետք է վարչապետ բերի իմ կարծիքով, Կարեն Կարապետյանին, առաջվա վարչապետ,
որ ընդհանուր առմամբ շատ ավելի մեծ լեգիտիմություն կարող ունենա եւ համակրանք եւ կոնսոլիդացիոն պոտենցիալ, քան թե ասենք, չգիտեմ, մնացածը քաղաքական դաշտում։ Դավիթ Բեկի նման էլի, ասենք, գիտես, այս երկիրը էլի մաս, մեր ժողովուրդը մասի շատ կարելի է խոսալ, բայց այս ժողովուրդը իր միջից մի նորմալ իսան չի կարող ընտրի առաջ բերի։ Ինչքան նորմալ, լավ մարդ կա, պոտենցիալով մարդ կա, դրանց խեղդում, գլուխները ջարդում, վարկաբեկում, եւ էլի դսից մեկը պետք է գա բանը, որ էլի հայ, բայց դսից մեկը պետք է գա, որ այս երկրում նորմալ պետություն կամ իշխանություն կամ դիմադրություն կամ ինչ-որ բան սարքի։ Հիմա վերջը։ Ես ասում եմ, որ Կարեն Կարապետյանին են տալու որպես վարչապետ եւ բոլոր ընդդիմադիր ուժերը միանալու են իրար հետ, իրանց քվեներով հավաքվեն ու Նիկոլին կոտրեն։ Եվ միգուցե, սա վարկած է, հա, վարկած է, ես որպես մի սցենար եմ ներկայացնում։ Բայց հիմա որ նայում ես Արամ Սարգսյանի հետ տեղի ունեցողին, հələ մի րոպե, նա թաստեղ պարկող չի։ Արամ Սարգսյանը թաստեղ պարկող չի։ Ըստ երևույթին Արամ Սարգսյանն է մի բան գիտի, որ մանրից ճամբարափոխ է լինում։ Արդեն նա էլ գիտի, որ Նիկոլի նավը Այսինքն Նիկոլին ասեմ ինչ անելու, այս ռուսականները Պուտինի հրահանգով Նիկոլին էլ տալու են որպես համար առաջին ընդդիմություն։ Պարլամենտում նա էլ մնալու է որպես ընդդիմություն։ Այդ խոսակցությունը լսել եք, չէ՞, որ բանը պետք է ընդդիմությունը որակը փոխվի, այլ ընդդիմություն գա, ավելի լավ ընդդիմություն գա։ Լսել եք, չէ՞, որ յանի այս հիմիկվա խորհրդարանական ընդդիմությունը անպետք բան է, պիտի ավելի լավը գա։ Հիմա ավելի լավը ով է։ Ոնց նայում ես էլի հիմնականում այդ թևի վրա ուժեր են իհարկե երիտասարդ։ Դա շատ կարևոր է։ Բայց համենայն դեպս այդ նոր ընդդիմությունը լինելու են Նիկոլենք։ Այդ իբր թե ավելի լավ ընդդիմությունը պետք է լինեն Նիկոլենք, Վահագն Ալեքսանյանը, Օբանով։ Իշխանությունը լինեն նրանք։ Էսա իմ կարծիքով սենց սխեմա է գծած։ Ու Արամ Սարգսյանի նկատմամբ էս գրողը տեղեկատվական ինձ թվում է հենց այդել կապ ունի, իսկ Հարութը խի, որտեվ Հարութը ամենաէմոցիոնալն է մեջներից։ Գժգժան բան, չէ։ Ես նես չի որ ես գժգժան չեմ, լաչար չեմ, բայց բանը Հարութն էլ տենց էմոցիոնալ բան։ Հիմա Հարութի վրա են դրել այդ ֆունկցիան, որ Արամ Սարգսյանին ոնց որ ասած դիմակազերծի։ Բայց Արամ Սարգսյանը ինչի է գնում, այս կամած դիստանցավորվում պրոարևմտյան ուժերից, արևմտյան ուժերից կամ Եվրոպա մերներից, որովհետև Արամ Սարգսյանը ըստ երևույթին ինֆորմացիա ունի ու հոտն առել է, որ պետքա մի քիչ այն կողմ գնալ, լավ լինել Ծառուկյանի հետ օրինակ, կամ Ծառուկյանի ժողովրդի հետ պետքա լավ լինել։ Սկսել է հիմիկվանից հարաբերություններ կարգավորել, որովհետև կրկնում նա թացտեղ պարկող չի։ Սա էլ սենց։ Մի հատ էլ կարևոր բան, որ այս թեզին օգնող փաստ, հաստատող փաստ, դա Ռուբեն Ռուբինյանի գրազներ, որը գրազ էր գալի, որ նրանք վարչապետի ուրիշ տեխնացու են առաջ բերելու, իսկ նման գրած կարելի է գալ, եթե դու վստահես, որ քո քաղաքական ուժը չի լինելու վարչապետ առաջադրող եւ վարչապետ առաջադրելու է Սամվել Կարապետյանենց ուժը, հա Նարեկ Կարապետյանը, որ գրազի առաջարկ արեց։ Ու Ռուբինյանի խոսքը կարակ դնեք նորից լսեք, չգիտեմ ով չի լսե, Ռուբինյանի խոսքը էր, որ կապրենք կտեսնենք, այ կապրենք կտեսնենք, որ բանը վարչապետի տեխնացու Սամվել Կարապետյանը չի լինելու, ուրիշ մեկն է լինելու։ Դե եթե Նիկոլի կարևորագույն, ասենք դատարկախոսներից մեկը տենց բան անի, տենց բանի գրազի առաջարկ անի, սա նշանակում է, որ Նիկոլենք էլ գիտեն, որ հաջորդ իրանք չեն լինելու։ Ու հիմա այս ամեն ինչով է կապված Պուտինի հետ, Նիկոլ Փաշինյան հանդիպման հետ, այդ թվում սա է լինելու, ենթադրում եմ քննարկման առարկա։ Եվ մի շատ կարևոր բան, Նիկոլը ինչու պիտի իշխանությունը մարդիկ կարան ասեն, հիմքը որն է տրամաբանությունն ինչու՞մ է։ Նիկոլը ինչու պիտի իշխանությունը նորից տա ռուսական ուժերին, որովհետև Նիկոլը հույս ուներ, որ այս միջանցքը հանձնելով կպրծներ ճնշումներից։ Բայց առաջ են բերում սահմանադրության փոփոխության հարց։ Նիկոլը հույս ուներ, որ սահմանադրությունն էլ կփոխի, եթե կարենա։ Ու կպրծնի այս հարցերից, բայց նրանք էլի ու էլի հարցեր են բերում, սկսած անկլավներ, փախստականներ եւ այլն։ Նիկոլը այստեղ հեքիաթ է պատմում, տենց սթից պատերազմ, բայց Նիկոլը շատ լավ հասկանում է, որ Ադրբեջանի պահանջներին վերջ չկա։ Իսկ ինչու վերջ չկա Ադրբեջանի պահանջներին, որովհետեւ Ադրբեջանը բանակցում է հաղթողի դիրքերից։ Ադրբեջանը չի նայում Հայաստանին որպես նու լավ կռվել ենք, հա, ես տվեքիթը ջարդել եմ, լավ, ջեբիդ ունեցած չունեցածն է խլել եմ, դե լավ, արի հիմա բարիշենք։ Ադրբեջանը այս բանակցություններով չի բարիշում։ Շարունակում է այն ինչ արել է պատերազմով, հիմա հանգիստ ուժով։ Ու ասենք Ադրբեջանը իր առաջ խնդիր է դրել, ռեալ ինչի ասում Գյոկչա, բանը Սևանին։ Խնդիր է դրել Վարդենիսում են, որ ադրբեջանցիներն ապրեն Վարդենիսի գյուղերից։ Բերի նորից այդ մի րոպե ինտերնետի տսենց խախտվում է։ Հա, բերի Վարդենիսի գյուղերը վերաբնակեցնի ադրբեջանցիները, ու կասի Սևանի արևելյան ափն էլ ադրբեջանական է։ Էլի Հայաստանինն է։ Այդ ֆիշկեն, որ հա Հայաստանի տարածք է, Հայաստանի իրավազորության տակ է, բայց առաջիկա տասնամյակները նրանք կանցկացնեն ադրբեջանցիների իրավունքները, այդ մեր ամբողջ ունեցածի վրա գնալով խորացնելով։ Օրը չէ, մի օր էլ արդեն ավելի ուրիշ բան կանեն։
Ինչի մասին է սա։ Ահա Նիկոլը հասկանում է, որ սրան վերջ չկա։ Նիկոլը հասկացել է, որ Ալիևը մի բռնաբարությամբ, մի փոր բռնաբարելով, 3 փոր իրան բռնաբարելով չի ավարտվելու։ Ու ինչքան էլ ինքը լկտիորեն այդ լրփի դերը քարոզում է որպես խաղաղության դարաշրջան եւ այլն, հա, ամեն բռնաբարելուց հետո, հա, մի կարճ ժամանակ մինչեւ Ալիևը ընդ ծխում է, որ տենց հաջորդ սեանսին մոտենան իր մյուս ավազակները, իրանց այդ բանդայի այդ խաղաղության շրջանը Նիկոլը անում դրե։ Ծխում է, էլի զբաղված է։ Բայց ծխում վերջացնում է, անցնում է հաջորդ անգամին։ Եվ այսպիսով Նիկոլը հասկանում է, որ միակ փրկությունը նորից գնալ եւ Ռուսաստանի դռները չոքել ու ասել, գիտես ինչ կա, ինձ Եվրամիությունն ու Ամերիկան շանտեղ չեն դնում, սիրուն խոստումներ են տալիս, բայց գործնականում էական ոչինչ։ Ու ինչքան էլ լոբիստները ստեղ ասեն, ոնց որ սկանդինավյան խաղաղապահների հարցն էր տրռցնում բանը Արամ Սարգսյանը, հետագայում ֆիպո փաստերի ստուգման հարթակով էլի արևմտամետ ապացուցեցի, որ տենց բան գոյություն չունի, ինչ սկանդինավյան խաղաղապահ, ինչ բան, ոչ մի տենց առաջարկել եւ երբեք չի եղել։ Բայց Արամ Սարգսյանը սկանդինավյան խաղաղապահ էր ստենդը խոսում։ Հասկանում եք։ Այս սենցա լոբիստները ստենդը խոսում են, ու եթե Եվրոպան չի անում, ասում Նիկոլն է մեղավոր։ Ֆրանսիան ուզում էր մեզ բանակ տար, Նիկոլը հրաժարվեց։ Էս ինչ ուզում էր, էս ինչ բաներ, Նիկոլը հրաժարվեց։ Էսի լոբիստների հիմնական արգումենտն է։ Այնտեղ որտեղ տրակում է այդ պրոեվրոպական լավության, օգնության այդ միֆը, որտեղ պարզա դառնում որ արայի ոչ մի օգնություն էլ չկա, հավայի ստից խոստումներ են, դա դաժե Եվրոպան չի այդ խոստում տալիս, տեղի այդ քարոզիչներն են, տեղեկատվական պատերազմի մասնակիցներն են, իրանց բանը էֆիրներից տալիս, փորձում են արդարացնել իրանց լոբինգի ենթակա Եվրոպային ասելով, որ մեղավորը հայերն են, հայերը չգնացին, թե չէ նրանք տալիս էին։ Ոչ մի բան չեն տալի։ Եվ Նիկոլը գնաց է գլուխը կաղ, պիտի ասի, ասա Խազեին, ոնց անենք այս վիճակից դուրս գանք։ Խազեին էլ տենանք ինչ կասի։ Տարբերակը որ Խազեինը հրաժարվում է տարածքներից, փորձելու է հերվից հերրու խաղապապուկ ուժով, էդ էլ է տարբերակ։ Որ Ռուսաստանն ասի, գիտես ինչ, Հայաստանի հետ ես առանձնակի պլաններ չունեմ, Թուրքերի հետ կդրե կապել եմ, Թուրքիայի հետ բարիշել եմ, Ադրբեջանով գազ եմ ծախում, ինձ հետաքրքիր չես, տղա ջան։ Հայդարադեղի ոնց կերել ես այդ բողկերը անենց էլ տակից դուրս արի։ Ստեղ էլ քաղաքական իր ներկայությունը Սամվել Կարապետյանով, Ծառուկյանով, Քոչարյանով առաջ կտանի ու դա իրան այս սենց հերիքա Հայաստանի վրա ազդեցություն ունենալու համար։ Սրան էլ լրացնենք մեծ փորձությունը, որ սպասում է Իրանին Ամերիկայի ցամաքային հարձակման ուրեմն այս մի քանի օրվա պատմությունը պարզ կդառնա ինչա դառնում ու եթե Իրանը դիմացավ այս փորձությանը, այդտեղ Նիկոլ իր ճաշը ուտելու է հաստատ եւ ոչ միայն Նիկոլը։ Եթե Իրանը դիմացավ այս փորձությանը։ Իսկ եթե չդիմացավ, էլ ինչներին է պետք էլի ամերիկացիքի կամ թուրքերին ինչիներին է պետք Նիկոլը։ Ժողովուրդ մի խոսքով անմխիթար է Նիկոլի եւ նիկոլականներ ձեր դրությունն է անմխիթար եւ ցավոք սրտի մեր բոլորի դրությունն է անմխիթար որպես ազգ ժողովուրդ երկիր։ Ու այս անմխիթար դրությունից մենք պետքա դուրս գանք, տարվա մեջ գոնե մի օր ապրիլի 1-ը ճիշտ խոսալու օր ճանաչելով։ Այն մնացած օրերը ինչ ապականում ենք։ Գոնե այսօր եկեք իրար նայենք ու ճիշտը խոսանք։ Իսկ ճիշտը կարանում է նրանում, որ մենք sense կդրտված իրար միս ուտելով երբեք արդյունքի չենք հասնի։ Այսքան անգրագետ էմոցիոնալ ու միամիտ երբեք արդյունքի չենք հասնի։ Մենք մեր ներսից մեր ուժերով երբեք այն մեծ անկախությանը չենք հասնի, որովհետև այդքան չկանք։ Այդքան չկանք։ Մենք միչև մեր միջի դեմքերին ու խելոքներին չմեծարենք, մինչև մեր սփյուռքի եղած միլիարդերներին, ռուսական չեմ ասում, հա, չասեք Սամվել Կարապետյան, միլիարդերներին, պրոֆեսորներին, ակադեմիկներին, չգիտեմ ինչ է, չբերենք, սովետական Հայաստանը ոնց կայացավ։ Դրսից եկած հանճարեղ, տաղանդավոր հայերի շնորհիվ։ Մենք պետք է խելքելքի տանք։ Ես շատ բան եմ ուզում իմ երկրի հետ որ լավ լինի, բայց ես նայում եմ նյութը, այն նյութը, որից կազմված է իմ ժողովուրդը, հազար ներողություն ժողովուրդ։ Այս ազգը պետություն չի ուզում։ Այս ժողովուրդը պետություն, ինքնիշխան, սեփական պետություն չի ուզում։ Այս ազգը պատրաստ է 180 հոգու, այսենց Սամվել Կարապետյանը լավն է, կտանի Սամվել Կարապետյանին 180 հոգու քվե կտա, գաղտնալսման արդյունքներն եմ ուզում։ Այն մյուսը լավն է, կնա կտանի նա կտա։ Ու սա եզակի դեպքեր չեն։ Ավելին, այս դեպքերը բացահայտելուց հետո մյուսները մեր ժողովրդից ամոթանք չեն տալի, ասեն, արա այա համբալ, ես ինչ ես անում արա։ Այսինքն հանրային բարոյականությունը, ինչպես իմ շատ լավ Facebook-յան բարեկամ Նվարդը ասեց, Վահանե Մանասյան, եթե չեմ սխալվում։ Նվարդը ասեց, մեր ազգի բարոյականությունը մենակ սեռական է։
Այսինքն մենք մենակ սեռական բնույթի հարցերում ենք բարոյականություն ճանաչում։ Ու մեծամասամբ էլի մնաց ու միայն այդտեղ կա հանրային պարսավանքի երևույթը։ Մնացած ամբարո հարցերում, որը չի վերաբերվում սեռական հարցերին, մնացած հարցերում մենք ամբարո երևույթներին ոչ էլ պարսավանքի ենք ենթարկում։ Մեզ դա սովորական է։ Ժողովուրդ սենց ժողովուրդը չի կարա սեփական պետությունը սարքի։ Նա չի ուզում սեփական պետություն։ Սուտ է։ Սուտ է։ Ցավոք սրտի ես սենց եզրահանգման եմ եկել։ Բայց թևաթափ չեմ լինում, որովհետև այնուամենայնիվ գոնե մենք փոքրաթիվ իսկ ավելի ճիշտ ստեղծագործ կրեատիվ փոքրամասնությունը, եթե մենք այնուամենայնիվ կազմակերպվենք, համակարգվենք, ձեռ-ձեռի տանք, իրար լսենք, դրսից հնարավոր տաղանդներ, ունակներ, կապ հաստատենք, իրար գլխու գանք, կարծում եմ էշը ցեխից կհանենք, այսպես ասեմ։ Էշը ցեխից հանելով պետություն կսարքենք, կարծում եմ։ Իսկ այսօր ունենք ինչ ունենք։ Պուտինը ոնց որոշեց, տենց է կլինի։ Թրամփը եթե գլուխը այսքան խառը չլներ, մի հատ տենց հավեսի համար, հենց հենց, մի բան դες բլթսներ ու վсё։ Հայաստանի համար դա կդառնար արտաքին քաղաքական կողմնորոշում կամ խնդիր։ Թրամփը մի հատ տրամադրությունը տեղը չլինի կամ տրամադրությունը տեղը լինի, մի բան ասի, դա կարա Հայաստանի համար դառնա արտաքին քաղաքական կողմնորոշում կամ բանը, ստրատեգիա կամ արտաքին քաղաքական օրակարգ։ Նույնը Պուտինին ա վերաբերում։ Ինչ անկախությունից ես խոսում, այ պոպուլիստ։ Այս տեսակ նյութով ինչ անկախություն։ Հա? Ժողովուրդ, մեծամասնություն ջան, ձեր ցավը տանեմ։ Դուք անկախության բան չեք։ Անկախության բանը ես եմ կներես, իմ ընկերներն են, մենք ենք։ Այն փոքրաթիվ, այն ֆանտազիորներն են, որոնք այնուամենայնիվ իրականությունը տեսնելով համարձակվում են երազել ինքնիշխան ու անկախ պետության մասին, բայց ոչ թե գոյությունը քարշ տվող, այլ երազանքների երկիր, այ մարդ, երազանքների երկիր։ Եթե Հայաստանը ուղղակի լինելու է սովորական շարքային երկիր, ժողովուրդ, ես չեմ բավարարվում, ինչ ասեմ։ Ինձ դա չի գոհացնում։ Եթե Հայաստանը չի լինելու մատով ցույց տալու sense հիանալու երկիր, ինձ հետաքրքիր չի։ Դրա համար, երբ որ ես սահմանադրության նախագիծ եմ մտածում, ես մտածում եմ Աստված ջան, ոնց սարքենք, որ ամենալավը լինի աշխարհում։ Ես չգիտեմ, ես ուրիշ ձև չեմ պատկերացնում։ Ես չեմ պատկերացնում միջին վիճակագրական, ահա բոլորը սենց են անում, Ֆրանսիան սենց անում, չգիտեմ, Ռուսաստանը սենց անում, պարսիկները սենց են անում, ահա լավը, վсё սենց անում։ Տենց չի լինի, այ մարդ։ Մերը պետք է լինի ամենալավը, չեն կարա մենք ամենալավը չունենանք։ Ես տենց եմ մտածում։ Երազել տակ երազել։ Բախի չերազել որ։ Այս ամեն ինչի մեջ վերջում էլ ասեմ, այսօր մի շատ կարևոր հանդիպում կա, բոլորին դեմ եմ նախաձեռնության շրջանակում, ժողովուրդ, այս քաշքշուկները ես վերլուծում եմ, բայց բոլոր դեպքերում ես ուզում եմ մենք լինենք ավելի այսպես տեսնող, էլի։ Եվ եթե տեսնեք 100 օրվա համար մենք ուզում ենք բոլորին դեմ եմ նախագծին օգտին դուք քվեարկեք։ Առնվազն լավ 100 օրվա համար, որպեսզի մենք կարողանանք մեր տեսակը ներկայացնել։ Իսկ եթե պարզվի, որ դրանից ավել կան անելիքներ, ձեզ պատվազից չենք անի։ Այսինքն բոլորին դեմ եմ շրջանակներում, ձեզ պատվազից չենք անի։ Իսկ ավելի մանրամասն այդ բոլոր հարցերին դեռ կանդրադառնանք։ Տեսնենք այսօր ինչով է ավարտվելու, թեև Նիկոլ Փաշինյան-Պուտին հանդիպումը, թե Պուտինի լրատվականներն են այսպես փակ, դա ամերիկան չի էլի, որ 100 տեղից ինֆորմացիան ստանաս, թե Հայաստանի տեղեկատվական դաշտն է խիստ ուղղորդված, այնպես պրո-արևմտամետ եւ իբր թե հիբրիդային պատերազմի մեջ մխրճված, այսինքն ոչ մեկից դուրս չիմանանք, ոչ մյուսից, բայց կփորձենք վերլուծել եւ հասկանալ ինչա կատարում։ Շնորհակալություն ինձ հետևելու համար, շնորհակալություն ինձ յոլա տանելու ու հանդուրժելու համար, ժողովուրդ ջան, նու թերևս այսքանը, իմ մտքերով կիսվեցի ձեր հետ, անպայման կկարդամ մեկնաբանությունները, կփորձեմ բան անել, պատասխանել արդեն մեկնաբանություններում։ Ցտեսություն։